Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցում եմ մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի հետ, շնորհակալ եմ բանկության մեր հավերն ընդունելու համար։ Քաղաքացիական պայմանագրի կողմից վարչապետի թեկնածու ընտրելուց առաջ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ըստ էության առաջադրեց Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը, որովհետև եթե հավատանք ԿՓ-ին, որտեղ ժողովրդավարություն կա, որը մեկը չգիտեր ով է թեկնածուն եւ միայն ընտրեցին վերջերս, իսկ Հական Ֆիդանը բավական երկար ժամանակ առաջ հայտարարել էր, որ Փաշինյանն են իրենք աջակցում։ Հիմա այս թուրքական աջակցությունը բավարար չէր, երեք հատուկ այսպես հարցազրույցով է Հայաստանի խնդիրներով հարցազրույցով է հանդես եկել Էլմար Մամեդյարովը, Ադրբեջանի նախկին արտգործնախարար, եւ միացել է Քոչյանը 8%-ը չի հաղթահարի դաշինքին ներհայաստանյան, հայտարարել որ այ Քոչյանը չի կարողանում մարդկանց մոբիլիզացնել, վերջին հանրահավաքին 10-12 հազար մարդ էր մասնակցում, ինչ հանրահավաքի մասին է խոսքը, ինչ կարիք կար իր խոսալու, ինչու է օգնության շտապում Նիկոլ Փաշինյանին։ Դուք ճիշտ եք, ես էլ եմ բազմիցս ասել, որ շատերը օրինակ Նիկոլ Փաշինյանին մեկ ռուսամետ են կոչում, մեկ արևմտամետ են կոչում, իրականում ինքը թուրքամետ է եւ ամբողջ իր շարժու ձևը, ամբողջ իր ճանապարհային քարտեզը դա Հայաստանը դարձնել թուրքահպատակ մի երկիր, որտեղ նոմինալ միգուցե կլինի պետականություն, բայց իրականում ամեն ինչ որոշնային թուրքերը ոնց որ մի ժամանակ հանում են Աբխազիայում եւ որոշակի չափով նաեւ Վրաստանում եւ սա իրենց գծածն է եւ իրենք այդ գծածով գնում են եւ այդ գծածում իրենց օգնում են Հական Ֆիդանը, ՔԼՉ եւ մնացած կուրատորները, ովքեր ժամանակին տարբեր ԿՊԱ-կանների հետ երևի թե շփումների մեջ են եղել եւ որոշակի կուրացիա են ապահովել եւ այս սրա ապացույցները որ խնդրեն նույնիսկ հիշում եք որ Գենշտաբը պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը առաջին արձագանքը որտեղից եղավ Թուրքիայից մի քանի արձագանք ասին ոնց ոնց եք համարձակում դուք ով եք Հայաստան որ ինքներդ որոշեք ով է ձեր երկրի ղեկավարն եւ մեր Նիկոլին ձերտեք դրա համար սա արդեն բացահայտ է եւ Մամեդյարովի մտնելն էլ արդեն գիտեք արդեն չեն հասկանում դա կօգնի Փաշինյանին թե չօգնի բայց ամեն դեպքում ինչ որ ձեւի ուզում են պատժ կանեն եւ այդ իհարկե շատ զարմանալի էր որ եւ Փաշինյանի մոտ եւ որոշակի կեղծ ընդդիմության մոտ եւ ադրբեջանցիների մոտ հաստատի թիմ 1 ճշնամին դա Ռոբերտ Քոչարյանն է բայց մի բան ակնհայտ է չէ եթե ինչպես իրենք են ասում Քոչարյանը ինչ որ անցողիկության խնդիր ուներ իրենք չպետք է անհանգստանային ասենք պետք է հանգիստ նստեն իրենց տեղները եւ այս գործին չլծվին դա արդյոք իրենք կարող են ունենալ հարցումներ որոնք չեն հրապարակվում որոնց ցույց է տալիս որ առնվազն լավ առանց Ռոբերտ Քոչարյանի ուժի իշխանություն չի ձևավորվելու Հայաստանում եւ այս բարակամ շատ կարեւոր է իրեն փորձել խաղից հանել կամ նվազեցնել հնարավորությունները տեսեք հարցումների հետ կապված մենք բոլորս գիտենք որ հարցումները ունեն երկու նպատակ չհրապարակված իրազեկել քաղաքացիներին ինչ է կատարվում եւ մանիպուլացնել քաղաքացիներին Հայաստանում հրապարակվում են միայն մանիպուլացնող ուրեմն հարցումները եւ արդեն բոլորի համար նաեւ գաղտնիք չի որ հենց Նիկոլը նեղն է անկնում հա միանգամից հարցում է առաջանում որտեղ Նիկոլը շատանում է Քոչարյանը քչանում է այսինքն դա այդ մանիպուլացնելը այդ հակաքոչարյանական գրոյի մի մաս է ընդհանրապես իմ պատկերացում անձնական համոզմամբ հակաքոչարականությունը դա հոգեկան հիվանդություն է հա եւ մարդիկ ովքեր մեկ անգամ գետ այդ բանը անցնում են կարմիր գիծը անցնում են իրենց վերադարձնել արդեն շատ դժվար է հա եւ դա գիտեք ուղղորդվում են նաեւ որոշակի
այսպես ասենք, абսուրդ, ոչ adekvat հայտարարություններ մեջ, որոնք նորմալ մարդը իրեն տեղավորենք նորմալ սենյակային պայմաններում, հա, ինքը այդպիսի բաներ դուրս չի տալու, բայց ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ նույնիսկ ինչ որ adekvat ճանապարհ անցած պետական պաշտոններ զբաղեցրած եւ այլն մարդիկ հենց լսում են Քոչարյանի անունը, այդ ֆոբիան ռելեն գցում է եւ հետո երկար ժամանակ անհնար է իրենց հետ բերել։ Կա կատեգորիա մարդկանց եւ Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս, որ պատրաստ են խորտակել Հայաստանը, հա, միայն թե Քոչարյանը հնարավորություն չունենա կամ իշխանության գա կամ իշխանության ձևավորման մեջ մասնակցի, հա, շատ նման է Ժեստոկի Ռամոս ֆիլմին, հա, երբ որ փոխադարձ սերը չի գտնում հերոսը, հա, եւ սպանում է այդ աղջկան եւ ասում է ոչ մեկին թող ոչ մեկ քեզ չտիրան, հա, մոտավորապես այսպեսի ժեստոկի ռամաս Հայաստանում են փորձում խաղան եւ կոնսենսուս -1-ը, որը Քոչարյանը առաջարկել էր Փաշինյանի պարագայում, չգիտես ինչի փորձում են շուրտալ Քոչարյանի վրա։ Բայց դա ավելի շատ նման է ձեր ասացին, որ եթե ինձ չի ասնում, ապա ոչ ոքի դո չհասնի, թե ավելի շուտ իրական մտահոգություն ունեն այդ մարդիկ, որովհետև նախագահ Քոչարյանը չէ որ հայտարարեց, որ այն ինչ տեղի ունեցել Արցախի եւ Հայաստանի հետ, դրա պատասխանատուները պետք է պատասխանատվություն կրեն, չեն խուսափելու պատասխանատվությունից։ Հիմա այդ հարցում հո իրենք լավ գիտեն, որ Դե տեսեք մեկը մյուսից բխում է, ովքեր են, այսինքն ինչ եթե են, Քոչարյանը ով գալիս ինչ է արել, ինչպես է արել, Քոչարյանը գալիս է իշխանության, իհարկե պետք է հերթով այդ խաղաքարտերը թաքնված, որոնք եղել են, պետք է բացվի եւ հասկանան ով եւ ինչն է, ինչ է ուղղորդել, ինչ են բերել Փաշինյանին իշխանության, ինչի համար են իրան պահում եւ ներքին եւ արտաքին ուժերը, որն է եղել նպատակը։ Այսինքն եկեք հասկանանք, որ Ռոբերտ Քոչարյանը անձի պաշտամունքով չեն զբաղվում, բայց ինքը արդեն գաղափարական արդեն ինչ որ բան է դարել, այսինքն մարդիկ որ ասում են Քոչարյանը կանենք, հա, դա պետական վերաբերմունքի, ազգային պահպանողական վերաբերմունքի, շարժու ձևի, խոսքի, պատասխանատվության եւ այլն, հա, մի այդպեսի գաղափար է, այսինքն Քոչարյանականությունը դա դարձել է գաղափարախոսություն եւ դա կոնկրետ պրոբլեմ է այլ գաղափարախոսությունների, որոնք տիրում են Հայաստանում, իսկ ցավոք սրտի Հայաստանում շատ քիչ այլ գաղափարություն կան, բացի Լևոն Տեր-Պետրոսյանական եւ Ժիրար Լիպարիսյանական հայ պրոթուրքականությունը, լիբերալ թուրքականությունը, այսպես դա անվանենք։ Դրա համար ժամանակ առ ժամանակ տեսնես, որ տարբեր մարդկանց մոտ, տարբեր առաջնորդների, տարբեր կուսակցությունների մոտ ինչ որ ալերգիկ բաներ են սկսում կամ ինչ որ հիստերիկ բաներ են սկսում Քոչարյանի կամ Քոչարյանի արած քայլեր կամ Քոչարյանականության դեմ եւ հետո մի փոքր որ տակը քանդում ես, տեսնում ես, որ բոլորը արևմտամետ, լիբերալոտ, պրոթուրքական որոշակի մարդիկ են, անխտիր էլի եւ սա իրոք խնդիր է առաջացնում, որովհետեւ օրակարգում նկատային Հայաստանի մնալ չմնալու հարցն է, գոյատևելու չգոյատևելու, բայց էլ եմ ասում, մարդկանց կատեգորիա կա, որ պատրաստ է, որ հանուն նրա, որ Քոչարյանը կամ Քոչարյանամերձ կամ ինչ որ Քոչարյանատիպ, հա, այսպես ասենք, կամ Քոչարյանագաղափարապես մարդիկ որևէ ձևի իշխանության չկան։ Եվ այդ կատեգորիա մարդիկ, կուսակցություններ, քաղաքական գործիչներ ամեն ինչի պատրաստ են միայն եւ միայն որ Քոչարյանը կամ Քոչարյանատիպ, կամ Քոչարյանամերձ, կամ Քոչարյանագաղափարական, հա, կամ արտաքին եւ ներքին մոտեցումներով մարդիկ իշխանության չգան եւ այս պայքարը դեռևս երկար է շարունակվելու, որովհետեւ կա Հայաստանապահպան, Հայաստանափրկության, հա, գաղափարախոսություն եւ կա կարևոր չի Հայաստանը որտեղ է, կարևոր չի Հայաստանը կա, մենք մեր փողը քերենք, հա, կամ մենք ինչ որ ձևի տիրություն անենք այն մի կտորի վրա, որը կարելի է ինտերնետ անվանել Հայաստանի Հանրապետություն։ Պարոն Քոչարյան, կարող ենք ասել, որ երբ նայում ենք նաև դուք էլ որպես մեդիա փորձագետ նայում եք դաշտին, խոսույթին, քաղաքական ուժերի առաջնորդների, կարող ենք արձանագրել, որ քաղաքական երկու բևեռ կա, քաղաքական պրոթուրքական Նիկոլ Փաշինյան իր քաղաքացիական պայմանագրով եւ պրոհայկական Ռոբերտ Քոչարյան դաշնակցությամբ, առաջկուսակցությամբ եւ իր համակիրներով։ Ինչու եմ սա ասում, որովհետեւ մենք լսում ենք քաղաքական խոսք այս կողմից պրոհայկական եւ այս կողմից պրոթուրքական։ Մնացած խոսակցությունները, որքան էլ որ ծածկույթը մեծ լինի, ծախսվող փողը շատ լինի, ինձ ավելի շատ մանկապատանեկան 2016-ին Միացյալ Նահանգներում ենք ընտրություններն ենք դիտարկում, այնտեղ տարան դպրոցներ
ոչ ավագ դպրոցներ։ Այնտեղ նախագահ են խաղում, երեխաները տարբեր քաղաքական խաղեր են խաղում, իրավիճակներ են նկարագրում։ Ես մնացած քաղաքական դաշտին որ նայում եմ, ինձ ավելի շատ հիշեցնում է ամերիկյան դպրոցի նախագահ խաղը, հա, որ լսում ես մի քաղաքական ուժի առաջնորդ ասում է մեր օկուպացված տարածքները կանվանակոչենք Տրամպի անունով, այն մյուս մասը Մելանի անունով, որ Ադրբեջանը քայլ չանի։ Մյուս քաղաքական թիմի ղեկավար կազմին ես նայում, ասում է դե Նիկոլ Փաշինյան արդեն ինչ կա հանձնել է, այլ հանձնելու բան չկա։ Դրա համար մենք գալու ենք տնտեսությունը զարգացնենք, այսինքն շատ միամիտ պատկերացում ունեն տարածաշրջանի եւ խնդիրների վերաբերյալ, հələ կներեք Հայաստանում այնքան հանձնելու բան կա, եթե Նիկոլ Փաշինյանին մնա եւ Ալիևի ցանկությանը մնա։ Կարող ենք սա արձանագրել թե որ քաղաքական երկու ճամբար կա։ Հա, ես արդեն քիչ առաջ ասացի, որ երկու գաղափարախոսություն կա գլոբալ առումով Հայաստանում, լիբերալ թուրքական, հա, լիբերալ ճակերտավոր, որտեղ այդ մարդիկ լիբերալ չէ, այլ ակտ ֆաշիստ են, հայ լիբերալ ֆաշիզմի գաղափարակիցներն են, որ ձևավորում են Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, հա, շատ հստակ, եւ կար հակառակ գաղափարախոսությունը, հա, դա դաշնակցական, պահպանողական, հայամետ, հա, որի ներկայացուցիչը ներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքն է, հա, արանքում կան բուրժուա դեմոկրատական, բուրժուա սոցիալ-դեմոկրատական, լիբերալ դեմոկրատական, լիբերալ բուրժուական, սոցիալ պահպանողական շատ ու շատ բաներ կան, բայց որոնք լցնում են այս դաշտը, բայց իրականում էլ եմ ասում, դուք ճիշտ եք ասում, երկու բևեռ կա, եւ այդ երկու բևեռի մեջ պայքարը գնում արդեն 1990 թվականից, ընդ որում, երբ որ մի բևեռը հաղթում է, հա, ինքը կարողանում է տանել լավ բևեռ, այսպես ասենք, երկիրը դեպի առաջ է տանում, կարողանում է ճիշտ անվտանգային բաներ կառուցի, գաղափարական ինչ-որ բաներ ունի նախադրանել, առաջ է տանում դա նաև Սփյուռքի հետ է միավորվում, Արցախի հարցն է կարգավորում, ասում են տղայեք դե պահեք տղային եւ պահում են, հա, եւ կա այս լիբերալոտ, որ ռուսից փախնենք մտնենք Թուրքի տակ, հա, ու ինչ-որ մի բան փոկենք, էլի թուրքերից, միգուցե իրանք մեզ կնշանակեն շատ վատ հասկանալը, որ եթե թուրքերը ի վերջո տիրանան Հայաստանին, հա, առաջին ումից իրենք ազատվելու են, հա, լինելու են հենց այդ մարդիկ, ովքեր թուրքերին բերեցին Հայաստան։ Դավաճանությունը վարակի նման բան է, թուրքերին դա պետք չի տարածել։ Մարդիկ ուղղակի Գրիգոր Զոհրաբի ուրեմն պատկերը պետք է իրենց արժև դնեն, հա, ոչ թե Նիկոլ Փաշինյանի պատից կախեն Գրիգոր Զոհրաբին, եւ հասկանան թուրքի բարեկամությունը ինչն էր բերում։ Եվ սա էլ եմ ասում, սա 30 արդեն քանի տարվա պայքար է, եւ իմ կարծիքով ազգաբնակչությունը արդեն եւս մեկ անգամ հասկացավ, որ սխալ է գնալ այս մարդկանց հետևից, հա, ովքեր քեզ թուրքի բարեկամություն են բանանում առանց որևէ ապահովության, որովհետև տեսեք, եւ Ռոբերտ Քոչարյանը եւ այդ գաղափարին հարող մարդիկ ինքն միշտ ասում են, մենք դեմ չենք հարաբերությունների զարգացնել, բայց այդ փայտը, երաշխիքը, դաշնակիցը միշտ մեր ձեռքում պետք է լինի, որովհետև ելի եմ ասում, թուրքերի միակ նպատակը Հայաստանը կուլ տալն է եւ միավորվել, հա, Թուրքիայից մինչեւ Չինաստան։ Միակ բանը ոսկորը, որ իրենց կողքով կանգնած են մենք ենք եւ մինչեւ հիմա ինչ որ ձևի դպրտում ենք։ Դրա համար Ռոբերտ Քոչարյանի կամ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալ կամ իշխանությունը, որտեղ Ռոբերտ Քոչյանը որոշակի դերակատարում է ունենալուց, հա, թուրքերի, ադրբեջանցիների, իրենց մեջքին կանգնած բրիտանացիների վատ երազն է, սարսափ երազն է։ Դրա համար բոլոր ճիգերը այստեղ լցրել են, դրա համար թե եվրոպացի են լցնում, բրիտանացի են լցնում, թուրքերն են աջակցություն անում, Ալիևը սպառնում է պատերազմով, եթե ինչ-որ մի բան այն չլինի, եւ ի վերջո մենք ստանում ենք այն, ինչ որ ստանում ենք, մենք ստանում ենք այն պատկերը, որ այսպես ասենք, այդ քոչարանական գաղափարախոսը ներկապեն միակ փրկողակն է, հա, որը կարող է, եթե ազգաբնակչությունը վերջապես ախր քաղաքի եւ քվեարկի, կարող է փրկել Հայաստանը։ Մենք կարող ենք նաեւ ասել, որ քաղաքական իմաստով, զգալի մասով մանկամիտ պատկերացումներ են տիրում, ես սա ինչու եմ ասում, որովհետեւ բոլորը գիտեն, չէ, որ ազգաբնակչության քաղաքացիների 70% եւ ավելին մերժում է Նիկոլ Փաշինյանն, այսինքն Նիկոլ Փաշինյանը չի կարող օրակարգ թելադրող լինել, եթե ընդդիմադիր ուժերը ամեն մեկ իր գործը լավ անի։ Եվ այս ֆոնին ինձ համար абսուրդ էր, երբ դաշնակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ այս բռնաճնշումների դեմ ընդդիմությունը ինչ որ հավաքական քայլ պիտի, ոչ թե միավորվի միասին գնա ընտրություններ, այլ ամեն մեկը իր ցուցակով, իր օրակարգով, բայց միևնույն ժամանակ ընդհանուր օրակարգ դա բռնաճնշումների դեմ օրակարգն է, որը ընդ որում կարելի է նկատել, որ քաղաքական
տարբեր պետությունների քաղաքական պատմության մեջ եղել է, ասենք տարբեր գաղափարներ ունեցող ուժեր, մոտեցումներ ունեցող ուժեր ընտրական փուլում ինչ որ ընդհանուր կետեր են նշում, բայց սա էլ կարծեք թե բան եղավ, որովհետև ուժեր, որոնք առանձին են մասնակցում, լավ են անում, որ առանձին են մասնակցում, Քավլիցի իրենք փորձեցին դիրքավորվել Նիկոլի օրակարգում, որ այ նախկինների հետ չնայած չգիտեմ Նիկոլ Փաշինյանի լավ նախկինով կա Հայաստանում, գործ չունենանք։ Չհասկանալու, որ դա իրենց շահից էլ է բխում, ընդհանուր օրակարգ ունենալը։ Տարապես գիտեք ինչ հետաքրքիր, ես ժամանակին ասել եմ, որ ընտրություններին պետք է առանձնացված գնալ եւ մաքսիմալ աշխատել սեփական էլեկտորատին ընտրությունների բերելու եւ այնուհետեւ որոշակի գաղափարների շուրջ միավորներ կոնսոլիդացվել, հա։ Սա որպես նախընտրական տեխնոլոգիա էր, հա, պարզ է, որ եթե ինչպես Գյումրիում եղավ, որ անցան ուժեր, ովքեր չեն պատկերացնում Նիկոլ Փաշինյանին որպես իշխանության գլուխ, հա, իրենք արդեն իրենց միավորման սկզբնական կետը ունեն, հետագայում արդեն կարող են ձևավորել, միավորել այլ գաղափարների շուրջ։ Եվ զարմանալին գիտեք որն էր, որ իմ վրա քսի տվեցին մի քանի պերսոնաժներ, ովքեր սկսեցին մեղադրել, չգիտեմ ինչի մեջ, հա, երբ որ այն ժամանակ impeachment-ի գաղափար էր գնում կամ միասնական ճակատով։ Ընդ որում չհանգստացա նույնիսկ նրանից հետո, երբ որ Մոլդովայում սկսեցին ընտրությունների ժամանակ կուսակցներ եւ դաշինքներ հանել, այսպես էլի, եւ սա եւս մեկ ապացույց եղավ, որ եթե մենք հիմա ձևավորենք մեծ միասնական դաշինք եւ գնանք ընտրությունների, Նիկոլ Փաշինյանը ուղղակի կարող է դաշինքի մի կուսակցությունից կարճել, հա, եւ ուղղակի 10 օր առաջ հանել ընտրությունից եւ իր հարցերը շատ հանգիստ լուծել։ Եվ միևնույն ժամանակ ներողություն եւ ի զարմանալի մի տասնյակ կուսակցությունների մասնակցելու էին ընտրություններ եւ ընտրության պատկեր էին ստանում։ Եվ շատ հաճելի էր ինձ համար, եւ մի քիչ անսպասելի էր լսել, երբ որ նույն Սերժ Սարգսյանը ասեց, որ այո, առանձնացված գնալը ճիշտ է եւ կոնսոլիդացումը կարող է լինել ընտրություններից հետո։ Ես զարմացել եմ, որովհետեւ նույն մարդիկ, ովքեր այսպես ասենք, չեմ կարող ասել ենթակայության տակ, բայց առնվազն իրենց ցուցադրում են որպես Սերժ Սարգսյանի առաջնորդությունը ընդունած մարդիկ, հա, չգիտես ինչի ինձ վրա այդ հարձակումները անում են, էլի փաստացի էլի շեֆի միտքը ճիշտ չեն հասկացել կամ չգիտեմ այդտեղ ինչ է կատարվում։ Եվ այո, այդ տեղերը պետք է լինեն, այդ միասնության կետերը պետք է լինեն եւ նախընտրականի ժամանակ եւ հետընտրականի ժամանակ, բայց նպատակը այն է, որ գնալ ընտրություններ եւ հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Ես ցավում եմ, բայց դուք արդեն մատնանշեցիք մի քանի քաղաքական առաջնորդ, ովքեր ինֆանտիլիզմով տառապեցին, եւ իրենց պատկերացրած կամ դաշտում տեխնոլոգների կամ այն մարդկանց պատկերացմամբ միասնություն ձևավորելու փոխարեն որոշակի, հա, իրենք սկսեցին ինչ-որ ամբիցիոզ բաներ ասել, ընդ որում պառակտվել եւ այլն, այսինքն ցավում եմ, որ օրինակ մի բևեռ, մի հնարավոր ուրեմն ճակատ, որը կարող էր անցնել ազգային ժողով, հիմա չի անցնելու զուտ սեփական ինչ-որ ամբիցիաների պատճառով եւ սա մանկամոտությունը, որտեղ էլի շատերը չեն պատկերացնում այս ընտրությունը ինչի մասին է։ Այս ընտրությունը քաղաքական PR-ի առաջ խաղացման, մարդկանց հիշվելու եւ այն մասին չէ, այս ընտրությունը այսպես ասենք սարդարապատ է, հա, կամ Հայաստան նմանում է, կամ Հայաստան դառնում է արևմտյան Ադրբեջան, այլ որևէ երկ այս ընտրություններից մենք չենք կարող սպասել եւ դու այդ ֆոնի վրա գնում ես 1% քերելու, 2% քերելու, չգիտեմ 2.5% քերելու, հա, լավ իմանալը, որ դա չես անելու, դա ուղղակի Նիկոլուսն է, բայց փոխարենն իրենք ինչ են անում, իրանք հաստատ մտածեն իրենց էլեկտորատը ձևավորեն, խմբավորեն կամ սուսպուզեն կողմացնեն, չգիտես ինչի բոլորը հարձակվում են Ռոբերտ Քոչարյանի վրա, փորձելով ինչ-որ ձևի վնաս տալ։ Շատ նման է, գիտեք, որ պատմությանը Երևանի ավականու ընտրությունների ժամանակ, որ վերջին պահին կարճեցին Զարուհի Փոստանջյանի խոսքերից եւ սկսեցին քարոզել, որպեսզի մարդիկ չգնան, չընտրեն եւ իտոգում այնպես եղավ, որ այդ չեկածների կամ չընտրածների կամ փոշիացածների ձայները իրոք վնասեցին, որովհետեւ շանս տվեցին Տիգրան Ավինյանին դառնալ Երևանի քաղաքապետ եւ նա երևի այն հաջողված, այսպես ասենք, փորձը նաեւ փորձում են այստեղ կիրառել, որը պետք չի դա անել։ Պետք չի սեփական ամբիցիաներով եւ ես հիմա ուղիղ կարող եմ, հա, այդ մատնանշում կուսակցները հակին գնալ ընտրությունների, Էդմոն Մարուկյանը, որը գիտեմ բոլորին համոզում էր, որ կարելի է գնալ բան, միասնական, հետո տեսավ այդ գաղափարը չի աշխատում, հա, ու շատ խնդալու է, որտեղ հականջները երևում է որտեղից է գալիս, ինքնա չգիտես ինչի գնում ընտրության։ Որում ներողություն, Էդմոն Մարուկյանն հիշեցեցիք, ես պիտի կոչանեմ պարոն Մարուկյանին այդքան չօգտագործել Միքայել Սրբազանի անունը, իբրև թե ծրագրում էր գրել են, որ նախագահ են ընտրելու բան։ Լավ, հասկացանք, այդ
մարդը հեղինակություն են, չեք փորձում ձեր անվան հետ կապել այդ մարդու հեղինակությունը, այստեղ կարծում Միքայել Սրբազանն էլ երևի պիտի ինչ-որ Էդմոն Մարուկյանն ունենա է, հրապարակը։ Լևոն Զոհրաբյանը կամ իրենք սուս-պուս պետք է դուրս գան, մրցա ինչ եմ ես այդ երկուսի անը տալիս, որովհետև իրենք քիչ թե շատ 1%-ից ավել հնարավորություն ունեն հավաքելու, կամ ժոր դուք մի կողմ եք անցնում, կամ ապացուցում եք, որ դուք նույն ծրագրի մեջ եք, որը մի անգամ Նիկոլ Փաշինյանին օգնեցիք, հա, երբ որ 21 թվականին կարծեմ 19% փոշիացում եղավ, ինչի պատճառով Նիկոլ Փաշինյանը հետո կարողացավ համանրական մեծամասնություն ձևավորել օրինակի ինտրիգների պատճառով։ Եթե դուք գնում եք այդ process-ի, հա, շատ լավ հասկանով դուք ինչ եք անում, ապա եկեք մենք ձեզ բացահայտենք, դուք Նիկոլի աշխատողներ եք եւ Էդմոն Մարուկյանը անդիմադիր խաղալով մենք հիշում ենք 21 թվականին վազեց դարձավ Նիկոլի հատուկ առաջադրանքներ ու դեսպան, հա, դե Հակի մասին ընդհանրապես խոսել պետք չէ, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը բոլորին սիրուն տեղավորել է իշխանության մեջ, այն երկուսին պահել է որպես անդիմադիր, էլի խաղան, բայց սա է, այսինքն ռուսերեն արտահայտություն կա, «Спасибо русского выскребешь татарина», հիմա որ նիկոլական ինքերես, տակից լևոնական է դուրս գալիս, էլի, եւ նույն նիկոլական կուսակցությունը լավ նիկոլականը հին մոռացված ինքը էլի լևոնական թուրք ազատական կուսակցական գաղափարների կրող է, Լևոն Տեր-Պետրոսյանը մնում է հոգեվոր հայր, եւ նույնիսկ երբ որ ինքը Նիկոլ Փաշինյանը կշտամբում, ինքը կշտամբում ոչ թե որպես անդիմադիր, այլ որպես այդ աղաջան, այս չես անում, սա պրավալ ես անում, էլի, մի հատ խելքդ գլուխդ հավաքի, բանես, այսքան տարվա գծածը կարաս վարի տասը։ Դե հայրական հոգատար քննադատություն Այդ ամոթեցումը եւ մեկ էլ եմ ասում մի փոքր էլ պետք է արդեն միասնության թևերն էլ մտածեն իրենք ինչ են անում, որովհետեւ լավ ստարտ վերցնելով հիմա բավականին շատ վատ տեղում դոփում են էլի եւ այստեղ իմ կոչս նույն Արման Թաթյանին լավ հաշվարկել, հա, իր հնարավորությունները եւ եթե տեսնում ես որ չես կարողանում ձևավորել կուտակել մարդը պլան էր արել Քոչյանը որ դուրս գա իր գործերը կլավանան դուրս չեկա կուտակել քո շուրջ ինչ որ բաներ եւ եթե դա չի ստացվում էլի սուսպուս անցի մի կողմ ապագայում քո քայլը կգնահատվի եւ կարվի այն մնացած մանր մուներ Վաղարշակ Հարությունյաններ եւ այլն սա ուղղակի զավեշտի կուսակցություններ են հա այս վերջերս տեսա մարդը չէր կողմնորոշում մի կան Նարեկը տանջվեց վաղոյից ամեն հարգանքով Նարեկ Գալստյանը ուղղակի փոշիացրեց այն մնացածը ինչ որ այնտեղ կար եւ այսպիսի բաներ կարող է էլի հանդիպենք, էլի մուտքը գործեն, որ 21 կարծեմ կուսակցություն փորձում է ինչ որ ձև մասնակցել, բայց դենտեղ ԱԱԾ-ից վախեցող Սուրենը կա Պետրոսյան, որ հա Սուրեն Պետրոսյանը էլի ինչ որ մի недоразумение, որը ԱԱԾ-ի տարած հետ վերած, հա Բագրատ Սրբազանին մենք հիշում ենք, որ այդ ջարդից առաջ կորավ, հետո չգիտեմ 2 օր հետո հայտնվեց, ասեց ալմորակայինները ԱԱԾ-ի պագոններով տարել են Չգիտեմ, ես այդ պատոշը տալեն հյուրանոց, եթե հիշում եք։ Մի հատ ընկեր ունեմ, ասում եմ, չգիտեմ։ Այդ կոշիկից վրա տենց պատոշներ, ասում եմ, բան է, հիմա ոչ կսղայի, ոչ էլ բան կլինի։ Սահական հերթով մենք բացահայտելու ենք այդ մարդկանց, հերթով ասելու ենք ովքեր են եւ ինչի համար են մտնում, ու էլ եմ ասում, եթե այս անգամ էլ նույնիսկ 5% փոշիանա, հա, այդ փոշիացողները հավերժական գանվելու են այդ խարան միշտ կրելինես ճակատին, որ իրանք օգնել են Հայաստանին կորցնել պետականությունը, կորցնել այսպես ասենք պարտությունը չեմ սիրում այդ բառը, բայց ամեն դեպքում պետք է ասել եւ դառնալ ինչ-որ թուրքական վասալ, այսինքն այդ մարդկանց ճակատին այդ ամեն ինչը գրվելու է։ Հիմա ժամանակ կա դեռ դիրքավորվելու ձեր գնահատմամբ, որ խորհուրդներ եք տալիս մարդկանց, մի 2 օր մնաց, 2-3 օր վերջնական ժամկետին։ Մինչև ընտրություններ, նույնիսկ մինչև ընտրության օրը կարող են ասել, հա դուրս են գալիս, քվեարկեք իրան։ Ինեմ ասեմ, ես այդ մարդուն չէի ճանաչում, բայց երեք գնահատեցի իր ասածը Նարեկ Մանուկյան, հա, որ կանգնեց ասեց, մենք մեր հաշվարկը արել ենք, չենք անցնում եւ մենք հանում ենք Արթուր Վանեցյանի քայլը էլի գնահատվեց, հա, որովհետեւ երևի վաղաշաբաթի ընտրություններից հետո ճիշտ հետևություններ արվեցին, վերահաշվարկ արվեց եւ չմտավ։ Էլ ինքը կարող էր իր չգիտեմ քանի տոկոս ինքը կարող էր հավաքել, բայց գարանտիա չկար, որ ինքը 4% հենց կհավաքի, էլի որոշեց չմասնացել, էլի գնահատել է, այսինքն այդ մարդիկ իրանք ինչով են այդ մարդկանցից լավ թե Հանրապետական կուսակցությունը իր դեմքով չկոնե չի մասնակցում։ Հանրապետական կուսակցությունը ես մի փոքր չեմ հասկանում ինքը ինչ ֆորմատով է մասնակցելու, հա, ասել չի մասնակցելու։ Չենք ասեց ուղիղ չենք մասնակցելու, բայց ինչ որ ձևի մասնակցել ենք հիմա տարբեր տեղեր մեկին պետք է վատություն անել չէ տարբեր տեղեր ուրեմն ինչ որ ձևի մտնելու է ինչ որ օգնելու է կամ ինչ որ իր անդրարշավն անելու կամ միգուցե չի մասնակցելու
եւ դրանով ինչ որ ձևի օգուտ տա, հա, այդ իրենք արդեն պետք է հաշվարկեն, բայց ուշ թե շուտ այդ ամեն ինչը բացահայտվելու է, նաեւ բացահայտվելու է 2021 թվականին, ով էր կանգնած այդ 19.6% ոչնչացնելու։ Դրա համար կրկին եմ ասում, եթե մենք բոլորս հասկանանք, նույնիսկ մարդիկ, ովքեր ատում են Ռոբերտ Քոչարյանին, հա, նույնիսկ մարդիկ, ովքեր չեն սիրում Սամվել Կարապետյանին, նույնիսկ մարդիկ, ովքեր ալերգիա ունեն Գագիկ Ծառուկյանի հանդեպ, հա, իրենք պետք է հասկանան, որ ներկա պահին, հա, հնարավորություն Նիկոլ Փաշինյանին հանելու ունեն այդ երեք խոշոր կուսակցություն կազմակերպիչները։ Ուրեմն պետք է գնալ ընտրության եւ ընտրել անցողիկներին, որովհետև մնալ ընտրություններին, բոյկոտել ընտրությունները, ծաղրել ընտրապայքարը, հա, այդ կայֆարիկությունը անել եսիմ եւ այլն բանման, սա ուղղակի այդ ամեն ինչը գնում է դեպի Նիկոլ։ Ու եմ ասում, այն ուժերը, որոնք հասկանում են, որ չեն ձգում, այս անգամ հրաժարվեն իրենց ամբիցիաներից, մյուս անգամ իրենք շատ ավելի հեշտ կձգեն եւ շատ ավելի գնահատելի կլինի, ենթադրենք նույն Արթուր Վանեցյանը շատ ավելի մեծ շանսեր կունենա իր մոտեցումների համար, որ ինքը դրսևորեց այս անգամ ապագա ընտրություններին, քան այն մարդիկ, ովքեր խեղդվելով սեփական ամբիցիաներից կարող են տանել եւ ամեն ինչ կործանել։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Անդրեան, ես շեշտում զրուցում եմ մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի հետ, տեսություն կհանդիպենք։